Երևանում մեկնարկեց միջազգային բալետային 3-րդ փառատոնը։ Երևանի բեմում իսկական արվեստի տոն էր։ Միջազգային բալետային 3-րդ փառատոնի վարագույրները բացվեցին բարձր արվեստի հնչյունների ներքո։ Մոսկվայի Բոլշոյի թատրոնի փայլուն կատարմամբ հայ հանդիսատեսը հնարավորություն ստացավ վայելելու դասական բալետի գլուխգործոցներից մեկը՝ Ադոլֆ Ադանի Ժիզելը, որը տարիներ շարունակ զարդարել է համաշխարհային բեմը։ Տեսել եմ իրաց փորձերը, հիացել եմ առաջի օրվանից։ Արդեն 3-րդ տարին եմ մասնակցում եմ, սա ուղղակի հիանալի է։ Մշակույթը հայ ժողովրդի կյանքում կարևորագույն դերերից մեկն է։ Անցած տարիներ էինք եկել, մեր դուրս շատ էր եկել եւ որոշեցինք այս տարի գալ։ Ամեն ինչ իդեալական է կազմակերպված, թե մթնոլորտը, թե ընդհանուր ներկայացումը շատ հաճելի է։ Մեր ժողովուրդը արժան է դրան։ Արժան է եւ պետք է մասնակցեն։ Շատ երջանիկ եմ, որ այս պահը վայելում եմ բաց երկնքի տակ։ Ահագին ուրախացանք։ Բարձրաճաշակ երաժշտությամբ ներկայացումով։ Բեմում հանդես եկան թատրոնի առաջատար մենակատարները, մարմնավորելով բալետի ռոմանտիկ հերոսուհիների եւ հերոսների նրբագեղ շարժումները, որոնք համադրելով երաժշտության, բեմանկարչության եւ լույսի մոգությանը ստեղծեցին անմոռանալի երեկո։ Փառատոնի կազմակերպիչների խոսքով Ժիզելով բացումը խորհրդանշական է։ Այն ոչ միայն դասական բալետի անմահ արժեքների խորհրդանիշն է, այլև հարգանքի տուրք բալետային արվեստի ժամանակային եւ աշխարհագրական անցանելիությանը։ Թումանյանի անվան զբոսայգում այս բացօթյա տարածքում մենք միասին վայելելու ենք այն արվեստը, որը սովորաբար հասանելի է միայն աշխարհի ամենահեղինակավոր գույներում։ Եվ ահա այդ արվեստը այժմ այստեղ Երևանի սրտում, մեր առջև առանց պատերի, առանց խոչընդոտների, ազատ ու կենդանի։ Արվեստի այս բացառիկ հանդիպումը կայանում է հենց այսօր, հունիսի 6-ին, մեր մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Եվ առավել խորհրդանշական է, որ այս տարվա փառատոնի ընթացքում Մարինյանը կներկայացնի հատվածներ Գայանե եւ Սպարտակ բալետներից, որպես համաշխարհային մակարդակի հայկական բալետային ժառանգության վառ օրինակներ։ Մշակութային այս բացառիկ միջոցառումն այս տարի եւս միավորում է բալետային արվեստի տաղանդավոր ներկայացուցիչների տարբեր երկրներից, հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալու ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից բալետային արտահայտչաձևերին։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։